Ադրբեջանի հերթական վանդալիզմը։ Այս անգամ թիրախում Արտակերտի շրջանի Վաղուազ գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցն է։ Երբ, ինչ եւ ինչպես է եղել էպիկենտրոնի հետ զրույցում մանրամասնում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, ազգային պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։ Բավականին վերջերս մեր հերթական մոնիտորինգի արդյունքում մենք ձեռք բերեցինք տեսանյութեր եւ լուսանկարներ, որտեղ որ հստակորեն երևում է, որ Վաղուազ գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը պղծված է, բազմաթիվ գերեզմանակարեր ջարդված են, տեղափոխած են որոշ գերեզմանակարեր իրենց բուն տեղադրման վայրից եւ տեսանյութը ուղեկցվում էր հայ հողախարն արտահայտություններով եւ հայ ժողովրդի հանդեպ եւ առհասարակ զոհված զինծառայողների ծնողներին։ Հրապարակված տեսանյութից ակնհայտ է, որ թիրախավորվել է ոչ թե պարզապես գերեզմանոց, նպատակը եղել է պղծել զոհված ազատամարտիկների գերեզմանները։ Տեսանյութի հեղինակը միտումնավոր քայլում է տապանաքարերի վրայով, կանգնում հանգուցյալների դիմանկարների վրա եւ հարվածում դրանց։ Սա Ադրբեջանի հստակ քաղաքականությունն է, սա ոչ միայն մշակութային ցեղասպանություն կամ վանդալիզմ պետք է դիտարկենք, սա հոգեբանական ահաբեկչության մեխանիզմ է եւ կիրառվում է ոչ միայն Վաղուազ գյուղում, այլ նաեւ Արցախի տասնյակ բնակավայրերում մենք նման դեպքեր նախկինում ենք արձանագրել։ Դեռևս 2020 թվականի պատերազմի ընթացքում բռնազավթված բնակավայրերում։ Ադրբեջանի քաղաքականությունն է եւ տեղավորվում է Ադրբեջանի հայատյա քաղաքականության համատեքստում եւ յուրաքանչյուր ոչնչացված հուշարձան կամ պղծված հուշարձանից հետո երբ որ համարժեք գնահատական չի տրվում եւ համարժեք զսպման մեխանիզմներ չի կիրառվում, Ադրբեջանի համար այդ անպատժելիության մթնոլորտը հավելյալ կանաչ լույս է վառում։ Վանդալիզմի նման դեպքերի կանխարգելումը Հովիկ Ավանեսովի խոսքով հնարավոր է միայն հայկական կողմի պատշաճ արձագանքի եւ միջազգային հանրության հասցեական պատժամիջոցների կիրառմամբ։ Մանուշակ Մելքոնյան, Էպիկենտրոնի համար։